բեր բազուկդ, այսօր արդեն զանգն է հրճում զանգնասար Արցախ աշխարհի, երիր եղբայր բազուկդ բեր ելնենք մենք պայքարի։ 88 թվականից արդեն, երբ սկսեցի արդեն շարժումը սկսեց, շարժման զուգահեռ նաև ձևավորվեց զինվորական ջոկատների ձևավորումը։ Այսինքն գյուղերում ամեն մեկը 4 հոգով, 5 հոգով, 15 հոգով, 30 հոգով պատերազմի դաշտում խոսում էին, չէին ասում բրիգադա ես ինչ կազմ, ասում էին Սիսիանի տղեկը, Սիսիանի ջոկատը, Սիսիանի գումարտակը, Սիսիանի գունդը։ Բանակ երբ ձևավորվեց, այդ ջոկատների հիմքերի վրա բոլորս ներգրավվեցինք բանակի մեջ, որովհետև բանակ ավելի հզոր միավոր, ավելի մեծ միավոր է եւ կարողանում եք ճիշտ կոորդինացնել աշխատանքը։ Որովհետև եթե այդ պահի պետք չի Սիսիանը պաշտպանել, դու գնում ես օգնելու Վայքին, Եղեգնաձորին, Գորիսին, Կապանին, Մեղրին, իսկ դա կենտրոնվել մի տեղից։ Այսինքն բանակից էր կոորդինացում այդ ամբողջ աշխատանքը եւ ճիշտ էր այդ բանակի ձևավորումը։ Մեր այս պարտությունը 44-ի ժամանակ այս պարտության մեղավորությունը նրանում էր, որ բանակին թողած իրենք առանց կոչ էին անում ջոկատների ձևավորումը։ Այսինքն այն ժամանակ, որ մենք մի կերպ կարողացել ենք բանակ ձևավորել, բանակի պառակտում ձևավորվեց 44-ի ժամանակ։ Մենք հիմա մեր գյուղում ենք, որ իմ ծննդավայրն է, ես այս գյուղում եմ ծնվել, մեծացել։ Սիսիանի շրջանի Լծեն գյուղն է։ Ես որ ծնվել եմ այդ տարին մարդահամար ա եղել, գյուղը ունեցել է 590 բնակիչ։ Հիմա այդ գյուղում գրանցված են մոտ փաստաթղթերով 70 մարդ, բայց ապրում է մոտ 35 մարդ, որից մեկն էլ ես եմ։ Եվ Բերձորում, եւ Կապանում, բոլոր տեղերում մասնակցել ենք պատերազմներին, որտեղ վիճակը վատանում էր, մեզ հրամանով ուղարկում էին համապատասխան տեղերը կռվելու, ոչ միայն Կապանում եւ Բերձորում, այլ նաև մասնակցել ենք եւ Զանգելանի ազատագրմանը, Միջնավանի ազատագրմանը եւ Կուբատլուի ազատագրմանը եւ Ջաբրայելի եւ Ֆիզուլ այդ բոլոր տեղերին մենք մասնակցություն ունեցել ենք։ Բոլոր տեղերում, որտեւ նորից եմ ասում, հրամանը գալիս էր մի կենտրոնից, մի տեղից էր գալիս, մի յուրաքանչյուրս մեր անելիքը արդեն գիտեինք եւ պաշտպանում էինք Նախիջևանյան հատվածը, այդ սահմաններն էինք պաշտպանում, մի մասը տեղ պաշտպանում էր, մի մասը գնում էր արդեն պատերազմի դաշտ մասնակցելու ընդդեղի պատերազմներին։ Բոլոր տեղերում եղել ենք, այստեղ չի եղել։ Երկու տեղում չենք մասնակցել, Սիսիանը միայն երկու տեղում չի մասնակցել, մեկը եղել է դա Շուշվա բաները, ազատագրումը, Շուշի ազատագրումը, որտեղ մեր արժեվ խնդիր էր դրված անելիք ունենք, դու գնացեք պատրաստվեք երկրորդ անելիքին, որը պետք է Լաչինի ազատագրումը լիներ, եւ մեկ էլ Աղդամի օպերացիային չենք մասնակցել։ Մնացած բոլոր տեղերին մասնակցել ենք։ Նայ ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ գաղափարախոսություններ դրված մեր անելիքի հիմքում։ Եթե չկա գաղափարախոսություն, դա ոչինչ չի կարող լինել։ Եթե քեզ ամեն օր ուղղում են, ուղղորդում են մի բանի, որ մենք թույլ ենք, մենք թույլ ենք, մենք թույլ ենք, մենք պարտվում ենք, ակամա քո ներսում քո հոգեկան վիճակը խախտվում, այ դու դառնում ես պարտվողական քաղաքականություն ես վարում։ Այսօր մեր իշխանությունները այսօրվա մեր արժև խնդիր են դրվել պարտվողականություն։ Այն օրերին մենք ավելի ուրիշ ձևի ենք մտածում, ուրիշ ձևի ենք նայում։ Մենք ասում ենք, մենք հաղթում ենք։ Մենք չենք պարտվում, մենք հաղթում ենք։ Մենք նպատակ ունենք, մենք պետք է ազատագրենք եւ ազատագրում ենք։ Հիմա փոխվել են տեղերը, հասկանում ես, այսինքն դարձել է մի բան, մեզ ամեն օր վերևից ասում են, դուք թույլ եք եւ դուք պարտվում եք։ Զինվորը թույլ է, զինվորը պարտվում է, ժողովուրդը թույլ է, ժողովուրդը։ Ոչ, ժողովուրդը թույլ չի, զինվորը թույլ չի։ Զինվորն էլ է ուժեղ, ժողովուրդն էլ է ուժեղ։ Ճիշտ ղեկավար պետք է ունենալ։ Մանկությունս անցել է բուռն, անցել է չարաճճի, ինչպես երևի երեխաներից շատերինը, ոտնատակ եմ տվել իմ Սարուձորը, իմ լեռները, իմ քարերը, իմ ձորերը, ծանոթ եմ իմ բնաշխարհի բոլոր ծառերին, թփերին, քարերին, գետերին, արվակներին եւ սիրում եմ իմ քարն ու քրան, որտեվ ինձ համար աշխարհում ամենաթանկը իմ հայրենիքն է, իմ այս խորը կիրճերը, այս բարձր սարերը, որը ես շատ եմ սիրում, ահավոր շատ եմ սիրում։ Ինձանից աշխարհում ամենաշատ սիրում եմ իմ հայրենիքը, իմ այս քարերն եմ սիրում, որտեղ ամեն ինչ ասված է, իմ պատմությունը, իմ ազգի տեսակը, ով լինելը, այս քարերը ամեն ինչ հաղորդում են։ Այս
տարիներով, հազարավոր տարիներով կանգուն, բայց լուռ էս քարերը, որոնք այնքան շատ բան են ասում։ Ահա որ շատ են ասում։ Այս քարերը շատ բան են տեսել, այս սարերը շատ բան են տեսել։ Ճիշտ է, գետերը տարել են նաև այդ ամեն ինչը իրանց հետ, բայց շշմելու է այս քարը, երբ գիտես, որ ինքը 1000 անգամ ինձ նման հազարավորներին տեսել են, այդ հազարավորներն եկել անցել են, իսկ իմ սարերը կանգուն են մնացել, շշմելու է։ Հաճախ նստում եմ զրույցի իրանց հետ, իմ քարերի հետ, ու սիրում եմ զրուցել։ Այս ջերմակ սարը, որ տեսնում ես, դա իշխանասարն է, եթե ուշադիր նայեն գագաթին, գագաթի վրա արդեն թուրքերը նստած են։ Ներքևում երևում է Հերման, որ նայում ես, այնտեղ Վաղատնի գյուղն է, իսկ այս Շամբի ջրամբարն է, կողքում Շամբ գյուղն է։ Մեր այս մի կողմի վրա, որ նայում ենք, այս մյուս սարը ինքը Խութիսն է։ Մոտիկ է ինքը գտնվում, մեր գյուղի դեմ դիմաց։ Ներքևում, ավելի ներքևում, որ նայում ենք, այս կիրճի ներքևում գետ է գնում, այդ գետը կոչվում է Լորաձորն է, Համոսահյանը, որ այդքան գովերքում է Լորաձորին, այդ նույն Լորաձոր գետակն է։ Մեր գյուղը ըստ տեղանունների բառարանների հիշատակվում է 10-րդ դարից, այս փոքրիկ գյուղը։ Մենք հայցելեցինք մեր պապենական գերեզմանատուն, որտեղ ուղարկավորված է նաև իմ եղբայրը, որը զոհվել է Արցախյան առաջի պատերազմում։ Աղման։ Այստեղ ուղարկավորված են իմ մեծ պապերը, իմ Գևորգ պապը, իմ Մինաս պապը, Հայրապետ պապը, Մինաս պապը, իմ Պարքև պապը, իմ մեծերն են և եղբայրս, մայրս։ Մեր գյուղացիք մասնակցելով հայրենական մեծ պատերազմին մի մասը կեսը զոհվել է եւ այս հուշաքարը տեղակայված է դրա համար մեր գյուղացիների։ Հայրենասիրությունը իմ մեջ որտեղից է առաջ եկել, որտեղից է սկսվել։ Իմ երկու պապերը եւ հորս հայրը Պարքևը եւ մորս հայրը Ահարոնը երկուսն էլ հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ են։ Եվ երկուսը պատերազմից եկել են վիրավոր վիճակում, եղել են հենակներով։ Ես որ ծնվել եմ, իրանց այդպիսին եմ տեսել։ Տոնական օրերին իրանք հագնում էին իրանց կոստյումները, եւ այդ իրանց այդ կրծքներին կախած այդ պարքևները, որ կար, այդ մեդալները, այդ շքանշանները ծլնգում էին։ Սենց ծլնգում էին, սիրուն ծլնգում էին, իմ ագարներում առ այսօր այդ ծլնգոցը լսվում է։ Մեր եկեղեցու զանգը ծլնգացնենք, հետո գնանք։ Սա 12-րդ դարի իշխանի մահարձան է ինքը, արշավողորների համար այդ թաթար մողորների գլխին հոգևորականը կոչ արել լցու, լցի ու այդ ձևից ձևավորվել լծեն անունը։ Այդ ժամանակից է, տեղանունների բառանում այդպես է տալի։ Երկրորդ տարբերակը կա, որ ասում են մեր գյուղում կանի որ անտառոտ գյուղ է, ժողովրդի մեծ մասին ասում են եղել ուր ես գնում, ասում են լուծի, լուծ բառը, լուծ բառից է եկել, լուծ, եզան լուծի, որտև անտառը միայն մեր գյուղն է ունեցել,
Եվ լծեն բառը առաջացել է դրանից։ Եվ երրորդ տարբերակը կա, որ ասում են թրջուն կա, որ վաղ գարնանը գալիս է։ Ու սկսում է երգել, վաղ գարնանը մեր գյուղում է թրջունը գալիս է ու երգում է, լծի երգում է այդ։ Ասում են նաև այդ թրջունի երգի ձայնից է, որ գյուղի անունը կոչվել է լծեն, բայց Տաթևի վանքում կա քար տեղակայված Գրիգոր Տաթևացու տապաշիրիմին տեղակայված է, որ այս կառույցին Գրիգոր Տաթևացու դամբարանին օգնել են նաև լծենցիները, ասատրյաններ, լծենցիները։ Այս ճանապարհը նոր են կառուցել եւ ես ճանապարհի կառուցման նպատակները շատ լավ գիտակցում ու հասկանում եմ։ Այս ճանապարհի հիմնական կառուցման նպատակը եղել է մի բան, որպեսզի հանձնեն Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը հանձնեն ադրբեջանցիներին։ Դառնունը միջանց կդնեն, անունը ճանապարհ կդնեն, թե ինչ կդնեն, ոչ մեկին հասկանալի չի, որովհետեւ այս իշխանությունների նպատակը ոչ միայն միջանց տալն է, նաեւ նպատակը ամբողջ Սյունիք-Զանգեզուր Սյունիքը տալն է։ Ես այդպես եմ տեսնում, այդպես եմ պատկերացնում, որովհետև ուրիշ ձև չի կարա յուրաքանչյուր պետության ճիշտ ղեկավար իր ամբողջ եղած հողը կամ հայրենիքի մի մասը հատկացնի թշնամուն, ասի դες համար մենք միջանցք ենք որպես այդպեսին տալիս, դա չի լինում այդպեսի բան։ Եվ կարծում եմ պարտադրամամբ է այս ճանապարհը կառուցվել, որտեղ մեր հիմնական ճանապարհը Գորիս Արցախ, Գորիս, Կապան ճանապարհը եղել է իշխանասարի ստորոտով, որը հիմնական ճանապարհն էր, որը կապում էր Արցախի հետ, կապում Գորիսի հետ եւ կապում էր նաեւ Կապանի ու Մեղրիի հետ։ Հիմնական ճանապարհը դա էր։ Սրանից 32 տարի առաջ, 92 թվականին, երբ պատերազմի ժամանակ վիճակը շատ լարված էր, մենք քննարկեցինք այս ժամանակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ եւ մեր յուղից դեպի Տաթև կառուցեցինք մի հատ փոքրիկ ճանապարհ։ Դա հիմնականում կառուցել ենք մի նպատակի համար, որպեսզի կարողանանք, եթե Աստված ոչ աներ, կարողանանք խփել, փակել Որոտան ճանապարհը, մենք կարողանանք հասնել օգնության Կապանին, Քաջարանին, Մեղրիին հասնել օգնության եւ տեխնիկա կարողանալ տեղափոխել։ Այդ ճանապարհի շինարարությանը հիմնականում շինարարության գլխին կանգնած էր իմ զոհված եղբայրը Աղվանը, որը ցավոք սրտի զոհվեց մեկ ճանապարհը բացելուց հետո արդեն զոհվեց 93 թվականի օգոստոսի 30-ին զոհվեց եղբայրս, բայց այդ ճանապարհը աշխատում էր որպես տրանսպորտային ճանապարհ, հիմնականում զինվորական տեխնիկաներ տեղափոխելու եւ օգնություններ կազմակերպելու համար։ Իսկ այսօր այդ ճանապարհի տեղով կառուցել են հիմնական ճանապարհը, որը կարծում եմ շատ սխալ է։ Ինչու՞, որովհետեւ ոչ մի գեոդեզիա արված չի, փլուզումներ կկատարվեն, հաշվի առնված չի ճանապարհային թեքությունը, հաշվի առնված չի ընդերքային ջրերի հոսքը եւ Աստված ոչ անի, եթե դժվար իրավիճակ եղավ, այս ճանապարհը շատ վտանգի տակ կհայտնվի։ Նաեւ հիմա էլ վտանգի տակ է, ինչու, որովհետեւ դա թողել են ավելի նեղ հատված հիմնական ճանապարհը հատկացնելով թշնամուն։ Նպատակները դա է, ես կարծում եմ։ Երբ գնացել եմ Արցախ, առաջի անգամ գնացել եմ Արցախ 1992 թվականին դա միասնության ճանապարհը բացելուց աղեր, երբ բացեցինք Բերձորի ճանապարհը, Լաչինի ճանապարհը երբ բացեցինք, ազատագրեցինք, առաջիններից մեկն եմ եղել, որ Արցախ եմ գնացել, առաջի անգամ այդ ժամանակ եմ գնացել Արցախ, եւ ես Արցախում ծանոթացա ու գիտակցեցի մի բան, որ Արցախը մեր այսպես ասած սրբության սրբոցն է, մեր տաճարն է, որի շուրջը հարկավոր է համախմբվել, դա այն դրախտավայրն է, որը մենք ունեցել ենք ուղղակի դարերով մեզանից կտրած են եղել, եւ ես սիրեցի Արցախը մեկ այլ ձևով, այդքան շատ հայեցի, այդքան շատ գեղեցիկ, այդքան շատ մաքրություն, հոգևոր մաքրություն, ոգեղեն մաքրություն, ուրիշ ոչ միտեղ տեսանելի չէր։ Գուցե յուրաքանչյուրիս իր ծննդավայրը շատ ավելի լավ է, ավելի գեղեցիկ է իր համար, բայց Արցախի նման դրախտավայր գոյություն չունի։ Ահա որ գեղեցիկ է։
ահա որ բառը հարիր չի ասել գեղեցիկի համար, բայց շշմելու շատ է։ Շշմելու շատ է։ Արցախից գեղեցիկ տեղ աշխարհում չկա։ Ինձ համար։